Ես բացառում եմ, որ լուրջ արդյունքի ինքը հասնի։ Ես բացառում եմ, որովհետև ինչով պետք է գա Քոչարյանը վերադառնա քաղաքականություն հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով, կոնյակի, Արմենթելի, մեր ցանցերի վաճառքով, բազմաթիվ քաղաքական սպանություններով, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Ինչով, ինչ բագաժով պետք է գա։ Ինքը որպես քաղաքական գործ, հրապարակային քաղաքական գործիչ չի, ինքը շատ գուցե լավ կազմակերպիչ է, եթե պաշտոն ունի, եթե պաշտոն ստանա, կդառնա լուրջ նրա ցանկությունները վերադառնալու։ Դա չէ ցանկություն ունի, բայց ես համարում եմ, որ դա որից է հիմք չունի, որ դա հաջողությամբ կսակվի։ Էս եմ ես ասել, այո, հնարավոր չեմ համարում, որ նա վերադառնա մեծ քաղաքականություն, որովհետև չկա դրա համար նախադրյալներ, բայց ինքը ցանկանում է։ Հավանական չեմ համարում, չեմ կարծում, որ այդ 4 ուժերը կհամաձայնվեն, որ Ռոբերտ Քոչարյանը լինի իրենց առաջնորդը, որովհետև դա անհաջողության մատնվող տարբերակ է։ Կա տարբերակ, իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, երբ որ աշխարհը գործում է փողի եւ բիրտ ուժի միջոցով, կարելի է ճնշել, կարելի է նկարել, կարելի է, ինչպես ինքը դարձել է նախագահ, գիտեք, բոլորս լավ գիտենք, հնարավոր է ամեն ինչ, բայց շատ դժվար խնդիր է դա, շատ քիչ հավանական եմ համարում, սա առաջինը, երկրորդը, այդ 4 քաղաքական ուժերը տարբեր շահեր են հետապնդում։ Բայց այնտեղ կան ուժեր, որոնք Նախկինում, այո, Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը սերտորեն համագործակցել են Ռոբերտ Քոչարյանի հետ, դա նրա այսօր էլ կարող է նրա հենարանը հանդես գան։ Նույն այդտեղ ավելանում է, ասենք, ՀԱԿ, ՇՀԱԿ կամ եւ ժառանգություն, այս բոլոր ուժերը ժողովրդի կողմից մեկ անգամ գոնե վստահության քվե ստացել են եւ բացարձակապես չեն արդարացրել։ Համոզմունք ունեմ, որ ժողովուրդը չի վստահ իրենց։ Մնում է ինչ, ժողովուրդը, այսինքն, չի քվեարկելու այդ ուժերի եւ իրենց ներկա չի կողմ, մնում է նկարչությամբ զբաղվել, բայց դա այսօր իշխանությունը այլ ուժերի ձեռքերում է, նկարողը նրանք են։ Դրա համար ես կարծում եմ, որ վերադարձի ռեալությունը կերեւ այն ժամանակ, եթե օրինակ ասենք Ռոբերտ Քոչարյանին հաջողվի վարչապետ դառնալ օրինակ, եթե ինքը պաշտոնյա դառնա, հրամաններ սկսի, այդ դեպքում ինքը կարող է այդ պետական ապարատ այդ փորձ ունի, լավ կազմակերպի եւ այդ նկարչության միջոցով ինչ-որ արդյունքների ճնշելու նկարչության միջոցով ինչ-որ արդյունքների հասնելու, բայց դա ես կարծում եմ դեռ հայ ժողովուրդը երկար է ապրելու, չի մահացել, իր մեջ ուժեր ունի եւ լրջորեն դրա դեմ պայքարի եւ չեմ կարծում, որ քաղաքական տեխնոլոգները հենց Ռոբերտ Քոչարյանի տեխնացիան վրա կկանգնեն։ Ինձ համար շատ ավելի վտանգավոր է, եթե ինքը իր փոխարեն, եթե ինքը այնտեղ առաջնահերթ դեր ունի, իր փոխարեն մեկ այլ անձի, նեյտրալ անձ ներկայացնի, բայց հետո պարզվի, որ այդ նեյտրալ անձը հենց նրա իշխանությունն է արտացոլում։ Սա ավելի վտանգավոր տարբերակ է։ Ինչպես։ Հիմա մեր ժողովուրդը բոլորին ճանաչում է։ Տեսնում եմ, ամեն դեպքում շատ քիչ, բայց հնարավոր է։ Դե հիմա մենք շատերս մոռացել ենք, որ օրինակ Բարգավաճ Հայաստանը միշտ էլ Ռոբերտ Քոչարյանի ներկայացնող ուժ է։ Այս վերջերս նույնիսկ ամենաառաջադեմ ընդդիմադիր ուժը դառավ պարլամենտում, օրինակ ինչ-որ տեղ նաև ժողովրդին հաջողվեց խաբել, չէ՞։ Շփոթության մեջ գցել, ժողովուրդը մոռացավ, որ Բարգավաճ Հայաստանը հենց Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ համագործակցող ուժ է եղել։ Եվ ամենաշատ ձայներ ստացավ։ Իհարկե, այդտեղ էլի կա ընտրական տեխնոլոգիաներ, որոնք իշխանության կողմից կիրառվել են, որ թող ոչինչ թող Բարգավաճը շատ հավաքի, բայց ընդդիմությունը չհավաքի, բայց դա ամեն դեպքում այդպիսի վերջի պարլամենտական ընտրությունները մեր մոռացության մասին խոսում է ամեն դեպքում։ Հիմա հնարավոր է ինչ-որ մեկին էլ այսպես առաջ քաշեն, մենք էլի չկողմնորոշվենք, որ այդ վտանգներից եւ չկարողանանք խուսափել։ Չնայած շատ քիչ հավանական եմ համարում։ Ցանկություն կա, ակնհայտ է, որովհետեւ
միլիարդներ ունեցող մարդ է, մեծահարուստ մարդ է, իր ինչին է պետք է հարցազրույցը, ինչին է պետք քննադատել իր հենց նշանակած, իր, այսպես ասած, սան իր կողմից նշանակված պաշտոնյային։ Նրանք միասին մեր կենտրոնական բանկում հիշում եք այդ մեր ոսկե պաշարներն էին վաճառում։ Միասին 10 տարի աշխատել են գույք պարտքի դիմաց, հազար մի հարցեր, բանկային համակարգ են ձևավորել, որը նաև հիմնականում գործում է ոչ թե իօգուտ այն մարդկանց, որոնք վարկի կարիք ունեն, այլ գործում է մի մեխանիզմ, որով պետք է ժողովրդին խաբելով փող տան, հետո տասնապատիկ ավելի տանեն։